Բարև ձեզ, Բուն TV եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի շրջանակներում մենք խոսում ենք գիտաֆանտաստիկ գրքերից, համակարգչային խաղերից, ֆիլմերից, կոմիքսներից, այսինքն այն ամենից, ինչ կարող է հետաքրքրել գիքերին։ Այսօրվա մեր հյուրն է ճարտարապետ Աշոտ Ղազարյանը, բարև Աշոտ ջան։ Ողջույն Արմեն։ Որոշել ենք այսօր անդրադառնանք կիբերպանկի թեմային, ինչի, որովհետև այդ թեմայի մասին պատկերացումները երևի մեր հասարակության մեջ սկսեցին ձևավորվել մատրիցայից հետո։ Որովհետև շատ քչերն են ընդհանրապես խաբար, ասենք Ուիլյամ Գիբսոնի գրքերից կամ ուրիշ տենց ստեղծագործություններից, որ մի քանի բառով ոնց կարելի է նկարագրել կիբերպանկ, ասենք ես մեջը պարտադիր պետք է լինի ինչ-որ բարձր տեխնոլոգիաներ, AI, այս հիմնականում այո կլասիկ եւ մարդկային կյանքը ինչ-որ վատ ցածր վիճակում էլի, որտեղ որ քննարկվում է թե արդյոք ինչքանով է մարդը մարդ ու ինչքանով է մեքենա ու հիմնականում այդ գծերը իրար մոտիկանում են էլի, սկսում է այդպես անտեսանելի դառնալ էլի այդ սահմանը։ Բայց հենց կոնկրետ կինեմատոգրաֆում չնայած շատերը մտածում են կիբերպանկը էդի մատրիցան է, կոնկրետ կինեմատոգրաֆում ես շատ լավ օրինակ կարամ բերեմ Ռիդլի Սկոտի Blade Runner-ը, որը երևի ինքը հենց սկսել է կարելի ասել ժանրը, այսինքն փաստացի ժանրը անվանդրեն մի քիչ ավելի ուրիշ գրքի անունով դա արդեն այդքան կարևոր չի, բայց հենց բուն ժանրի ձևավորման մեջ ամենամեծ դերը ունեցել է հենց Ռիդլի Սկոտի կինոն, որտեվ երբ որ դուրս է եկել, այդ ժամանակ Ուիլյամ Գիբսոնը, որը գրում էր Նեյրոմանսեր գիրքը, 2/3-ից ավել ինչքան գիտեմ վերջացրել էր գրքի, այնքան տպավորված է եղել կինոից, որ ինչքան գիտեմ լրիվ գիրքը նորից է գրել, այսինքն մեծ մասը փոխել է։ Որտեվ այդքան ազդեցիկ էր, որտեվ ինքը իր մեջ ուներ բացի այդ թեմաներից կիբերպանկի, որը որ բարձրացվում է այնտեղ այդ մեքենայի ու մարդու հարաբերությունների, այնտեղ նաև կար ոճական շատ ուժեղ կողմ, երաժշտություն, ստայլ, այդ շատ մեծ ազդեցություն թողեց ընդհանրապես հոլիվուդյան ինդուստրիայի վրա, որտեղ որ դրանից սկսեցին անգամ նույն Դիսնեյը Տրոնով եւ ֆրանսիացիները, փորձեցին այդ ոճի մեջ մտնել ու իր լավենա, որ ինքը շատ շերտեր ունի ու ամեն մեկը կարա իր ձևով հասկանա ու հենց մատրիցան երևի ամենալուրջ ստեղծագործությունն է կիբերպանկ ոճում, որտեղ ինքը իր մեջ ունի շատ ուրիշ նաև շերտեր, շատ լուրջ, իրան կարաս նայես որպես շատ սիրուն մարտաֆիլմ ու այդքանով ինքը արդեն կարա լավ ֆիլմ համարվի, բայց որոշ մարդիկ կարան խորանան ու լիքը ուրիշ բաներ գտնեն ու կիբերպանկը դրանով է հետաքրքիր էլի ուրիշ ժանրը հետ համատած իր առանձնահատկությունն է, որ իր մեջի մեջիկը, որը որ ենթադրենք ֆենտեզիում դա ինչ որ կախարդական ուժերն են, որը որ բարձր լրիվ հորինած է, այդ այսօրվա օրով արդեն կա։ Փաստացի ինքը մեջիկ չի ու սայբերպանկը ինքը որպես ոչ ինչի է ոչ թե վերացել է, հենց իմինը ձուլվել է հիմնական science fiction-ին, որտեղ ինքը արդեն էլ fiction չի, ինքը science-ի մասը թողեց, բայց այն պատմությունը մանավանդ որ կա Նեյրոմանսերում ինքը շատ խորն է ու թեթև սպոյլերներ երևի կարելի է այնտեղ AI-ների մասին է, երկու AI-ի մասին, որոնք ուզում են միասին ձուլվեն, որսը պատկերացնած տենց ունեք ինչ որ մի օր, չգիտեմ, Gemini-ն ու ChatGPT-ն փորձեն մի օր տենց ապագայում ասեն եկեք կապնենք իրար։ Շատ լուրջ գործ է եղել բնականաբար Ֆիլիպ K. Dick-ի գիրքը, որը եւ Vocation չէ Ռիդլի Սկոտին, որը այդ սախ Շարոնը սկսել է այդ chain-ը ինքը մի քիչ ավելի խորն է իմաստով քան ֆիլմը ու շատ կարճ շատ փոքր գիրք է իրականում կարացել է շատ խիտ տեղավորի բայց կինոն այնքան լավ է նկարած ու այնքան ճիշտ է ինքը ֆոկուս անում կարևոր կետերի վրա որ շատ լավ օրինակ է թե ոնց է պետք ֆիլմով գրքով ֆիլմ նկարել Ես գիրքներ եմ շատ սիրում ու ֆիլմներ ու այդ հարցերը հիմնական որ պետք է ընտրես որ կողմն ես այս կոմենկոմ չկա ստեղ որտեղ գիրքը հիասքանչ գիրք է ֆիլմը հիասքանչ ադապտացիա ոնց որ Lord of the Rings-ը ընդհանրենք չի քննարկում էլի համ գիրքն է հիասքանչ համ ֆիլմը երևի լավագույն ֆիլմերից մեկն է պատմության մեջ տենց այ մատրիցան Blade Runner-ը ու այդ ամեն ինչը իրանք տենց իրար շատ կապված են Վաչովսկիները դա իրանք չեն ժեղտում ու անգամ իրանք ընդունում են որ իրանք vocation-չվել են այդ գրքերից նշում են ուրիշ հեղինակների Ստանիսլավ Լեմին եւ այլն որոնք որ լիքը հարցեր են քննարկել ու բնականաբար այդ ամեն ինչի վերևում Ազիմովն է որը որ սա այդ ռոբոտների թեման բացել է
կիբերպանկի մի քանի էլեմենտներից ամենագլխավորներից մեկը այն է, որ պետք է լինի մի հատ չար կորպորացիա, որը բոլորին իշխում է, որը բոլորին վերահսկում է, տեսախցիկներով, դրոններով եւ այլն։ Այ հիմա որ այս մեր իրականության մեջ տրանսմարցամաքային մեգա կորպորացիաները արդեն ինչ որ հսկայական սերվերներ են կառուցում աշխարհի տարբեր հա ու առանձին ատոմակայաններ են ուզում կառուցեն, որոնք պետք է սնուցեն այդ սերվերները ու այդ AI-ը բան ինքը ոնց որ այ աստիճանաբար մոտենում է կիբերպանկին, բայց կինոյում կիբերպանկը հիմա ինչ որ հետ է ընկրկել, որովհետև ես ասենք Blade Runner 2049-ից հետո չեմ հիշում լավ կիբերպանկ կինո, այս վերջի տրոնը ահավոր էր։ Ու ինքը вообще կիբերպանկ չէ։ Չեմ նայել։ Հա, պետք է չի։ Կինոթատրոններին այս վերջերս այդպես չի ստացվում կինոթատրոններում հաջող ստանալ ֆիլմերից տանան այնց սեթափում եմ որ ավելի հաճելի է տանն այլ, տանց դրա համար սպասում եմ դուրս գան որ նայեմ, կնայեմ անպայման։ Համաձայն եմ, կիբերպանկը հենց պատճառներից մեկը է դա, որ ինքը դարել է արդեն առօրյա, ինքը մեր համար էլ չի թվում է, եթե դեռ 82 թվականին կամ 84-ին ռոմանսերի ժամանակ, որտեղ ինքը նկարագրում է ինտերնետը որպես cyberspace ու բառերը կցում, որ այն ժամանակ չկար, որտեղ ինտերնետ չկար, ինքը թվում է դեռ մի քիչ magic, մանավանդ մարդկանց համար դա կոմպետքան տարածված բան չէր։ Այսօր վարով դա շատ հասարակ բան է, նույն AI-ը ու այդ իր մարդկություն ունենալը կամ լինելը անգամ այդ այսօր վարով բան թեմա լրիվ հասարակ թեմա, որտեղ մարդիկ կան, որ չգիտեմ AI ընկերություններ ունեն եւ այսինքն դա տենց շատ անգամ կարող է ինչ որ միտեղ նստածել ես ինքնից մենք նայել ասում եմ տենց չէ քեֆին կարող նստածել եմ ու ավելի հաճելի լինի զուտ բացեմ AI-ի հետ ինչ որ թեմաներից խոսամ, որտեղ ինքը տենց մենք իրար մարդկայնացնում ենք։ Մենք դա ոչ թե ինքն է, կամ տենց ես իմ մոդել եմ նկատել։ Հա։ Դա շատ նորմալ թեմա է ու դրա համար ինքը էլ չի ինքը ձուլվել է science fiction-ին։ Դրա համար հենց մաքուր կիբերպանկը, քանի որ ինքը ինչ որ ժանրային ստիլիստական առանձնահատկություններ ունի, հենց մաքուր կիբերպանկ երևի կարող էլ չլինի կամ չգիտենք ոնց կլինի, բայց հա, ես շատ եմ սպասում Apple-ի Neuromancer-ի էկրանավորումին, հա, որտեվ այս վերջերս Apple-ը ինչ անում է, հա, Foundation օրինակ համար կամ իրանք cancel արեցին են էլի William Gibson-ի, չէ, իրանք չեն Amazon-ը դրա մասին եմ խոսել ես ասում։ Լավ TV show-ներ, լավ Peripheral, այո։ Բայց բանը հենց շատ մեծ սպասումներ կան դրանից, բայց այս բան մատրիցան իմ կարծիքով տենց շատ մեծ գործ է, որ այդ տենց մի հատ վերջակետի պես մի հատ բան արել, որից հետո շատ դժվար է ինչ բան։ Օրինակ նույն Blade Runner 49-ը ինքը այնքան լավ գործ է այն առումով, որ ինքը համել հետաբերում իսկական գրքի մեջի ֆիլինգը, որտեղ գրքում դու կարդում ես post-apocalyptic ինչ-որ աշխարհի մասին, որտեղ որ սա լքված բան վիճակ է ու հենց այդ տեսարանը, որ 49-ի հիմնական պոստերների վրա ասած լքված ինչ-որ վիճակ է, ոչ թե Ridley Scott-ի մոտ, որ ուղղակի տենց շատ magical է ամեն ինչը, տենց շատ սիրուն է այդ ամեն ինչը, արած ինչքան էլ դիստոպիան լինի ինքը։ Ու դրա համար հա, մեծ սպասումներ կան, բայց ոնց որ ես չեմ էլ ուզում ինչ որ նոր բան, այսինքն մատրիցան այնց Matrix-ը տենց շատ լուրջ բլանկեն այնց է դրել, որ իրեն դժվար է։ Ու անգամ շատ controversial տենց հակասական կարծիքային, որ 4-ը թանապես ինչ որ զիբիլ էր, որ փող էր փոխում, բայց ես տենց չեմ կարծում։ Ես կարծում եմ ամենահամարցակ ու հետաքրքիր բաներից մեկն է, որ իբրև դուրս է եկել։ Հա, որտեղ ինքը ոչ միայն ջարդում է 4-րդ պատը, ինքը ջարդում է նաև առաստաղն ու հատակը, էլի։ Ես ընկերներ ունեմ, ովքեր նույն ձև են կարծում, իմ համար է շատ հետաքրքիր է։ Մի հատ Peripheral-ի մասին թեթև բան, հետո 4-ին կանադառնանք։ Peripheral-ի առաջի սեզոնը որ նկարեցին, փակեցին, որոշեցի գիրքը կարդամ։ Գիրքը ահագին լավն էր։ Բայց հետո ես որոշեցի դրա շարունակություն գիրքը կարդամ։ Ու ես հասկացա, որ այդ երկրորդ գիրքը Gibson ինչ որ պատվեր է կատարել։ Պատվեր են իմաստով, ոչ թե գաղափարական իմաստով, այլ ֆինանսական պատվեր, որ պարտադիր պետք է երկրորդ գիրքը գրես, ահավոր վատներ, լուրջ Gibson-ի ձեռագրից ու Gibson-ի նես տպավորություն էր, ոնց որ ինքը ինչ որ մեկին հանձնարարել է իր փոխարեն այդ գիրքը գրի այդ երկրորդ Peripheral-ի շարունակությունը։ Ու իմ մոտ արդեն եթե Gibson-ն էլ է արդեն գլորվում սենց ասած, ես մտածեցի որ կիբերպանկը կարող արդեն վերջ էլի, որ ինքը
ինքնա պապանել, եթե ինքնա շարժում մետուղությամբ, արդեն լավ չի։ Դե ինքը դա ցանկացած սիստեմագրողի ու ցանկացած մարդու կարելի է միշտ ներել, ցանկացած մարդուն իր ներքևներն ու վերևները, այսինքն այստեղ այն որ ինքը կարա իր լավագույն գիրքը գրի ապագայում չի բացառվում, բայց նույնը առաջի տրիլոգիայի էր, այսինքն Neuromancer-ը առաջի գիրքն է տրիլոգիայի ու ես հիշում եմ մի քիչ 15 տարեկան միրվի շուտ էր տանց գիրք կարդալը, բայց Matrix-ան ոնց դու ասիր ազդեց ամբողջ աշխարհի վրա ու ես հասկացա որ ինձ այդ ժանրը շատ հետաքրքիր է Իրան երկրորդ ու երրորդ գիրքերը ինձ այդքան չհետաքրեցին ու պարզվում է որ երկրորդ գիրքը իրոք համարվում է ընդհանրապես հետո էլ ես կարդացի ռիվյուները բան այդ ոչ այդքան լավ է երրորդում ինքը վերջում արդեն ինչ որ հետաքրքիր փակում է այդ երրյակը բայց ճիշտը որ ասեմ անգամ չեմ էլ հիշում որտեվ կարդացի տենց այնքան որ տենց վերջ հասնամ ու հասկացա որ Neuromancer-ը ինձ լրիվ հերիք էր ու դրա պատճառով ու ցավոք դրա պատճառով իր երկրորդ երրյակը չկարդացի որտեվ այդ իդորուներ ու արտոնանուններ չեմ հիշում որը ասում են շատ ավելի լավն է որպես երրյակ ինքը տենց մեծ գործ չունի ոնց որ Neuromancer-ը բայց դե ընդհանրապես կիբերպանկը այդտենց հետաքրքիր ժանր է որտեղ որ օրինակ մյուս լավ գիրքը որ ես պաշտում եմ էլի կոչվում է Snow Crash Stevenson-ը հա Neil Stevenson-ը որ փաստացի Don Quixote-ի պես մի բան է որ տենց իրոնիա է տենց ձեր ինքնաիրոնիա է ժանրի վրա որը չի ծաղրում վատ իմաստով, բայց եթե գլխավոր հերոսի անունը hero protagonist է, այդ արդեն հետաքրքիր է, որ պիցա բանանում առաքում ու ձեռդ հակերը։ Հա, բայց իրա մեջ այնց լուրջ թեմաներ կան, որ կիբերպանկի հավես մասը դա որ դու ունես շատ շերտեր, բայց հիմնական ամենակարևոր բանը դա իհարկե հենց անձի զարգացումն է, հոգու փնտրտուքը այդ նույն հարցերը որ ընդհանրապես հենց ռելիգիաներում է բարձրացվում ու Matrix-ը դրա համար շատ տենց ռելիգիոս կինո է որ քրիստոնեությունը դա քրիստոնեությունը շատ բաց է ու երևացող է բարձր է որտեվ դոման մեսիայի պատմությունն է բան եւ այլն այնտեղ քրիստոնեության պատմությունը Քրիստոսի պատմությունը շատ ցած ուղիղ մեջն է բայց փոփոխված էլեմենտներով դրա համար այ Matrix-ը կարացել է այդ ամեն ինչը տենց համախմբի բանի, բայց հա ինչ որ մնացած գրքերը կիբերպանկի միշտ փորձում են ինչ որ օրիգինալ անկյուններ գտնել թե ինչ ոնց կարելի անել, նաև շատ եմ սիրում ճապոնացիների մոտեցումը կիբերպանկին, Ghost in the Shell-ի թե վիզուալ առումով թե ոնց է ինքը մոտենում հարցին կիբերպանկի շատ գեղեցիկ է ու անգամ Matrix-ան հենց վիզուալ առումով լիքը բաներ օմաժ արել հենց Matrix-ի պահով sense բան կա երկրպագուները ինչպես ցանկացած ֆրանշիզում բաժանված են մասերի մի հատ խումբ կա ովքեր ընդունում են մենակ առաջինն ու վсё գոյություն չունի բան երկրորդ խումբը ընդունում են առաջին երկրորդ երրորդ չի ասի որտեղ երկրորդ երրորդը մի քիչ է առաջին ու երկրորդը երրորդ խումբն էլ ընդունում են նաև այս վերջին երրորդը sense ասենք երկրորդը չընդունողները ասում են որ երկրորդը ինքը ոնց որ փչացրեց առաջին ես համաձայն չեմ դրա հետ որտեղ ինքը ավելի զարգացրեց տիեզերքը մեծացրեց այնտեղ դիքս թվիստեր արեց Զիոնի հետ կապված, ընտրյալի հետ կապված, արխիտեկտորի հետ կապված ու դե վերջում իր ինքնազոհաբերությունը ոնց որ ինքը ամբողջական պատմություն էր որը պետքա տենց ավարտվեր բայց երրորդը ինչի եմ ես դեմ երրորդին ու ինչինց դուր չի գալի ասեմ որովհետև այդ աշխարհը ինքը այնքան մեծ է այնքան հետաքրքիր մեքենաների ապստամբությունից սկսած մինչև Նեոյի այս վերջի գալուստը ինչքան է անցել երևի 1000 տարի այդ 1000 տարվա մեջ լիքը հետաքրքիր պատմություններ են տեղի ունեցել չէ ու կարելի էր այդ հետաքրքիր պատմություններից ոչ թե շարունակություն ընտրել ոչ թե արդեն ինքնազոհաբերված հերոսին նորից այդպես հասկանում եմ որ դա ավելի շատ ինքնաիրոնիա էր ու ստուդիայի փողերի թեմայով Վաչովսկի կայֆավատելն sense ասած այո ուղիղ հենց բոլորի վրա հա բայց ես չեմ ուզում Վաչովսկի բոցի ես ուզում եմ այդ աշխարհում հետաքրքիր պատմություն ոչ Նեոյի հետ կապված ոչ Տրինիտիի հետ կապված բայց ելի նույն այդ աշխարհում լիքը հնարավոր պատմություններ կարային լինեին ճիշտ է միանշանակ ինձ թվում է Warner Brothers-ը այդտենց է կանի որտեվ Վաչովսկիները հենց չորտով շատ կարևոր բան արեցին իրանք վերջ դրեցին այն մտքերին որ կարելի է շարունակել ու պետք է շարունակել չնայած Warner Brothers-ը հայտարարել է որ պետք է անի ու ես հուսով եմ քո ասած մոդելով իրանք շարժվում այսինքն խելքները գլուխը կավակեն ու կանան ինչ որ մի բան որ ընդհանրապես պատմություններ կլինեն հա
թե ոնց ա եղել կամ ուղղակի ինչ որ իզոլացված ձեռ չտանք այդ Neo-ին ու Trinity-ին արդեն պատմություն ասված է, որտեղ իրանք տարիներով ասում էին, որ պատմությունը վերջացված է, մենք չենք ուզում նկարենք ու շատ կարևոր մոմենտ կա, ինչի Լանան նկարեց վերջը, ամենամեծ տրիգերը այն է, որ ինքը կորցրեց իր ծնողներին ու այդ Resurrections անվան մեջ էլ կա այդ, որ ինքը որոշեց հետ բերին Neo-ին ու Trinity-ին ու դրանով նաև վերջ տա մատրիցա այդ ցանկություններին մատրիցան շարունակել, որովհետև ինքը ինչ որ պետքա իրանք ինչ որ պետքա արդեն ասել էին, դա անգամ հենց ֆիլմում ասվում է, երբ որ այդ Սմիթը կանչում է, որ հենց Neo-ի շեֆն է, այսինքն այնտեղ ինքը Անդերսոնն է, չէ՞, Թոմաս Անդերսոնն է, հա։ Ասում է դե Warner Brothers-ը հենց անունով էլ ասում է, չէ՞, հա, ասում է մեզնից պահանջում է, որ չորթը նկարենք ու առանց մեզ մեր համաձայնության կուզենք թե չէ, մեկը անելու է ու հենց ինչ որ killer contract են մեզ տալի ու տենց էլ եղել է ու այդ մետա բանը շատ հետաքրքիր մի հատ բան կա որ լիքը մարդ փաստորեն օրինակ Animatrix-ը չի նայ ու դրա համար աշխարհից մի քիչ տեղյակ չի ու Animatrix-ը ամենակարևոր ստեղծագործություններից մեկն է հենց մատրիցայի աշխարհում ընդհանրապես որ նախ բացատրում է լիքը բանի շատ տեղի ունեցել որ կինոյում չկա օրինակ կինոն 1-ը 2-ը 3-ը արի հենց ոնց որ դուրս եկի ասենք իրանք ոչ մի հարցի պատասխան կինոյում չեն տալի այնտեղ հարցերը բարձրացվում դու մտած այդ հարցերի շուրջ իսկ Animatrix-ում հենց փորձում է բացատրի ասում արի մա ցած սցենա case նկարենք տեսնենք ոնց է ու հենց չորթը էլի նույն բանն անում ինքը ոչ մի հարցի պատասխան չտալ դա մար լիքը մարդ հիասթափված ասում է սաղ սպասում են որ պետք է բացատրվի թե ոնց էր ինչ էր կամ գոնե ինչ եղավ չէ այտենց չի բացատրում ինքը ոնց եղավը նկարագրում է բայց մա շատ կարևոր բան կա որ էլի մի քիչ սպոյլեր է երևի բայց այդ նենց լավ է որ ինքդ ես հասկանում դու հասկանում ես որ հույս չկա ու ամեն ինչը վատ է ու մատրիցայից ելք չկա որովհետև մեքենան չէին կարա այտենց բան թողեին էլի ուղակի որ երբ ոնց ուզում ես կապսուլայից դուրս արի փախի ամենամեծ կարևոր բանը այն է որ այդ ամեն ինչը մեկա մատրիցայի մեջ է այսինքն այդտեղ ֆրակտալային վիճակ է այդ դուրս գալ մատրիցայից հնարավոր չի էտա չորթը ցույց տալու վրանք տենց էքսով թռնում են դեռ չէ բանը տեղի ունենում ինչի ոնց է դուց տալ նախ Նեոն հենց առաջին մասում կարծեմ արդեն մեքենաներին կանգնացնում է իրական աշխարհում այ հենց այդ է ուզում հարցնել չի կարա տենց բան լինի հենց իրական աշխարհն է իրական աշխարհ է դա չէ միանշանակ ինչի որտեվ ինքը ամենամեծ հենց դա ֆան թեորիաներից մեկն է բայց ինքը ակնա ինքը դաժե theory չի ինքը որ ասում է Նեոն կարում է ամեն ինչ ղեկավարի վիրտուալ աշխարհում մատրիցայում ու այդ ոնց որ այդ հեքիաթը չի կարա դուրս գա իրական աշխարհ չի բացատրվում ոնց է Սմիթը մտնում մարդու մեջ ծրագիր է ինքը այնտեղ լիքը ուրիշ մետաֆիզիկական ինչ որ բացատրություններ կա որ այնտեղ հոգու բանն է ոնց է որ ագենտ Սմիթը դառնում է մարդ Նեոն դառնում է շատ մեքենա ու տենց այդ նույն այդ սահմանի քննարկումներն են բայց դա մի կողմ դրած այդ մեջիկը չի կարա լինի ու իրանք քան որ մատրիցան այդ կինոնա որ էլի բարձրացնում հարցեր բայց ոչ մի պատասխան չի տալի անգամ վերջի այդ բանով որ ինքը տենց խաչվում է ու տենց այդ նշաններով ու բանով տենց մարդկանց ազատություն է տալի հետո արքիտեկտը ու այդ օրակուլը քննարկում են ինչ եղավ ու ոնց որ այդ հինթերը կան էլի որ այդ իրական աշխարհ չէր էլի այդ ամեն ինչը վիրտուալ էր իսկ իրական աշխարհը որտեղ է ինչ տեսք ունի դրա պատասխանը այսինքն չեն փորձում դրա մասին խոսալ որը ճիշտ է հենց այդ կավա շերտերը կավա անվերջ շերտերը այո ոնց որ Inception-ի պես այսինքն դու երբ գիտես որ դու երազես կարող դու ասես էլի երազա կավա այդ ոնց որ կինոյի վերջում Inception-ի չէ մենք չենք տեսնում վերջ այդ հոլը ընկնում է թե չէ ստեղը նույն բանն է մենք չենք տեսնում մենք չենք իմանում ու պետք չի այդ հարցը ես քեզ հետաքրքիր բան ասեմ գիտությունից ես կարդում եմ վերջերս Դեյվիդ Դոյչի գիրքը Դեյվիդ Դոյչը հայտնի ֆիզիկոս է կիմանաս ինքը նկարագրում էր տիեզերքի կոլապսի սցենար թե ոնց է տիեզերքը ասենք կարա ինչ որ պահի սեղմվի նորից կոլապսի ենթարկվի ինքը առաջարկում էր լրիվ ֆիզիկական հիմնավորված հնարավորություն զարգացած քաղաքակրթության համար իր գոյությունը պահպանելու ինքը ասում է որ այդ տիեզերքը երբ որ ինքը սեղմում է հասնում է մինիմալ չափերի իր տատանումները գնալով արագանում են բանի նման ոնց է թվերը որ կրճատ մեջ չէ 1 2-րդ 1 4-րդ 1 6-րդ 1 8-րդ տատումները գնալով արագանում են ու վերջավոր ժամանակում այս պահից սկսած մինչև վերջնական կոլապսը տեղի ունենում անվերջ քանակով տատանումներ ու բավարար զարգացած քաղաքակրթությունը կարա այդ տատանումներն օգտագործի հաշվարկների համար ըստ էության դուսագալի անվերջ հաշվարկային հզորություններ վերջավոր ժամանակում ու ինչ որ դու կարաս թե վիրտուալ անվերջ քանակի վիրտուալ տիեզերքներ սիմուլացնես այդ փոճուր ինտերվալում
մենակ դրա հաշվին, իսկ ինչ իմանանք, կարող մատրիցան հենց տենց տեղ է։ Հա, այստեղից այդ հարցերն են միշտ որ արդյոք մենք հիմա սիմուլյացիայում ենք ապրում, թե չէ, այդքան կարևոր չի։ Այսինքն շատ հնարավոր է։ Ու ինչ որ հնարավոր է, ինչ որ ցիվիլիզացիաներ ապագայում ինչ որ հազարավոր միլիոնավոր տարիներ հետո սիմուլացվեն ու իրանք զարգանան ու ապրեն ու մահանան հենց այդ ու լիք հետաքրքիր ֆիլմեր ու հենց դրա մասին են դուս եկե, չգիտեմ, անգամ Rick and Morty-ի էպիզոդ կա դրա մասին։ Ու դրա համար ինքը տենց ոնց որ դարել է արդեն մի մաս էլի մեր առօրյայի։ Շատ լավ բացատրություն կա Matrix-ի, որ 2 ժամանոց վիդեո է հարկելի ՉԲՈ-ի կողմից ռուս մի հատ յութուբերա, որ շատ լավ հավաքում եմ մոտիկ ընկերներից մեկը ինձ դա ցույց տվեց ու ես նոր հասկացա այդ վիդեոն նայելուց ինչ որ մի տարի առաջ երբ էր որ լիքը բան ես չգիտեմ այսինքն ֆիլմից այդքան անգամ նայելուց հետո ինձ թվում էր որ ես sense ամեն ինչ հասկացել ոնց որ բռնել եմ բարձրացի չգիտեմ կեսից ասկի ավելի ես չեմ հասկացա այսինքն նույն Բոդրիարի սիմուլյացիաներն ու սիմուլակրանները ես ոչ կարդացել եմ, ոչ էլ իրական իր մասին տեղեկ էի ցավոք։ Մենք իսկ ուզում դպրոցում կամ համասարում տենց բաներ մեզ բանան է սովորացնեին ոչ թե։ Հա, ու այդ զուտ ցալ կլինի հիմա ինչ որ ես այդ վիդեոից ինչ որ հատվածներ բերեմ, զուտ մարտիկ պետք է գնան նայեն, որտեղ ինքը իրական տենց շատ լավ է բացատրում։ Հիմա անցնենք նորից մատրիցայի 4-ին։ Անցնենք։ Ոչ թե 4-ին, այլ հետագա շարունակություններին։ Հիմա Warner Brothers-ը խիստ բարդ ֆինանսական վիճակում է, հնարավոր է, չգիտեմ, Paramount-ն է ուզում առնի, Netflix-ն է ուզում առնի։ Դերեք չէ, Warner Brothers-ը բաց վիճակում։ Հա, ու դաժե բանն է ուզում առնի, արաբներն են ուզում առնել։ Դե իրանք, հա, իրանք մոտ ստացվում է։ Հա, ու այ հետաքրքիր է ինչ կլինի մատրիցայի այդ դեպքում։ Եթե ինձ ասեին ինչ կուզես դու, որ մատրիցան էլի շարունակեն Neo-ով, Trinity-ով նույն ձևով ոնց որ արել էին, թե remake անեն, այդ երկու տարբերակն է ընդունեցին, ես կասեի ավելի լավ է remake անեն։ Որովհետև ես չեմ ուզում այդ սիրած կերպարների մասին հերթական համաձայն եմ։ Դե ես դրա համար եմ մտածում ու հուսով եմ, որ այդ Լանա Վաչովսկի արածը դա տենց հետաքրքիր վերջակետ է, որ փորձեն այլ ձեռք չտան այդ պատմությունը, էլի։ Ինքը ավելի շատ ոնց որ բոյկոտ լիներ, այո, որ չեմ ուզում ախպեր, երիկա, բայց մի կողմից եմ ասում էլ չեմ ուզում գցեք ջեբս այդ վիճակն է։ Ինքը որպես ֆիլմ ուղղակի շատ վատ ֆիլմ է։ Ու իր իմաստը հենց այդ լինելն է։ Բայց այդ ֆրակտալային բանը, որ ֆիլմի մեջ, որ պատմա ֆիլմի մասին ինքը իր մեջ, այդ հենց նաև Matrix-ի բացատրությունն է, ու ինչ որ տեղի ունենում հենց առաջի Matrix-ում է, իսկ իրականում որ սիմուլյացիան այնտեղ մի քանի շերտերով արած ու չկա այդ սիմուլյացիայից ելնելու ձև անհնար է։ Ու հիմա մի հատ էլ Blade Runner-ի մասին խոսանք, քանի որ այդ թեման շոշափեց, ես գիրքը ֆիլմը նայել, շատերը ֆիլմը նայելուց հետո են կարդացել գիրքը, ես էլ տպավորությունը գիրքը ինքը շատ լավն է, մի քիչ ավելի շատ post-apocalyptic միջավայրի մասին է, կիբերպանկի էլեմենտներ կարելի է մեջը գտնել, բայց ինքը մաքուր կիբերպանկ չի, այ Ridley Scott-ը գիրքը վերածեց մաքուր կիբերպանկի։ Գրող գործած։ Կա միջավայրը մռայլ, ինդուստրիալ Լոս Անջելեսը, որտեղ կարակա դուրս գալի բանից, ծուխա, շնչելու չկա, մարքետ դիմակներով, այնտեղ պարտադիր ճապոներեն ինչ որ կամ տարբեր հիերոգլիֆներով ցուցափեղկեր, մարմնավաճառներ, բան այդ ռոբոտ մեքենաներ, այդ թափանցիկ անձրևոցներ, այդ սախ դարավ կիբերպանկի, ասում եմ ցուցիչ էլեմենտ, ստիլիստական, sense բաժանելի մի մաս, ու մինչև հիմա այդ ոճային պահը շարունակվում է։ Բայց Blade Runner-ը ինչն է հետաքրքիր, ինքը ունի մի քանի տարբեր ձև, մի քանի տարբերակ։ Այո, director's cut, final cut, հա, այնտեղ մի տարբերություններ կան։ Իրանց միջև կան տարբերություններ, անգամ շատ վատ վերսիա կա, որտեղ որ Harrison Ford-ի դրանով սկսում է բացատրել թե ինչ ա եղել, հետո որ մենք գնացինք այնտեղ էս։ Այդ ուղղակի շատ վատ էր, որտեղ դե մարտիկ նախ պատրաստ չեն։ Ինքը ժամանակից առաջ անցած կինո էր միանշանակ, ու բնականաբար պետք է նայել իր վերջի ամենատարբերակը, մանավանդ remaster ուղղակի գլուխ գործոց, հա։
էլի հերթական ֆիլմերից է, որտեղ որ թաթիկից չի բռնում պատասխաններ տալի, բայց այնքան է ֆոկուսանում կարևոր բաների վրա, որ արդեն հիմնական թեմաները դու տեսնում ես, այնց շատ թաքնված բաներ չկա ոնց որ Matrix-ում, ու դրա համար ինքը այդանով հենց գլուխ գործացա, որտեղ կարացել է այդ քիչ բաներով շատ հետաքրքիր ձևի խաղալ։ Օրինակ կինոներից մեկը, որ շատ լավ է setting-ը ցույց է տալի նաև Cyberpunk-ի ու տենց մի քիչ ավելի այդ low life high-tech վիճակը շեշտում է, այդ Nirvana-ն է, որ ընդհանրապես ինքը աշխարհով մեկ կործանված կինո է, թե ֆինանսապես, թե ընդհանրապես հայտնի չի, ինքը տենց շատ նիշվի հենց կիբերպանկի ֆանատների կողմից սիրված Քրիստոֆեր Լամբերտի կողմից խորհուրդ կտամ նայել իտալերեն, որտեղ ես հետո հասկացա թե ինչ տիպի next level-ը որ նայում ես հենց օրիգինալ լեզվով, ինքը այդ թեթև սփոյլեր կարելի է։ Բայց ինքը հենց կինոյի սկզբից է նրա մասն է, որ խաղ գեյմ դիզայները խաղ ստեղծելուց հասկանում է, որ իր խաղի պերսոնաժը հասկանում է, որ ինքը խաղի պերսոնաժ է, ու ասում է ջնջի ինձ, որտեվ տարապում է։ Ու այդ շատ լուրջ բան է, ու հետաքրքիր է, որ էլի փաստորեն մարդիկ այդքան պատրաստ չէին ու բան չէր։ Հենց որ հեռանում ես մի քիչ այդ բալանսը չես գտնում, ավելի փորձում ես ներդական ձևով ներկայացնել, չի ընդունվում, երբ որ մի քիչ ավելի pop culture-ին մոտ ես անում, բան է անում էլի։ Ֆանատները չեն ընդունում։ Ու նաև կիբերպանկը մենք մի 5 րոպե ժամանակ ունենք երևի Կիբերպանկը խաղում։ Դա System Shock-ը ինքը ամենահայտնի, ամենաառաջիններից է, որ տենց լավա ցույց տվեց աշխարհը, ինձ այդքան դուր չի եկել, որտեվ ես հորրոր խաղեր այդքան չեմ սիրում, ընդհանրապես հորրորը իմը չի։ Իմ համար այլի լավագույն գործերից մեկը հավասար Matrix-ի մասշտաբն է, դա Cyberpunk 77-ն է, 2077-ը, որը որ տենց տեսքից որ նայես gameplay քեզ կթվա որ ինչ որ GTA է, որը որ իմ համար մեկը լավ խաղ է, այլ վատ իմաստով չեմ ասում, բայց պետք է խաղալ ու սյուժետը հասկանալ, թե ինչ խորն է մեջը ու ինչքան ռեֆերենսներ կան ու ինչքան տարբեր side mission-ներում տարբեր հարցեր է քննարկվում, հենց ու դա հիմնական պատմությունը կլասիկ կիբերպանկա շատ մոտիկա նեյրոմանսերին իր բնույթով, այսինքն մեծ AI-ների խաղ այնտեղ, տենց firewall-ների ու AI-ների ու ոնց այդ աշխարհը կառուցած գլուխ գործածա, ցավոք սրտի տենց մեծ խաղեր այդքան շատ չեն, մեկ էլ մի հատ խաղ կա որ տենց էլի այդքան հայտնի չի Stray-ը, տենց PC-ի մասին խաղ է, որը որ տենց մեծ աշխարհում է, որտեղ որ էլ մարդ չկա, բայց ու ռոբոտներ են, ու այդ մարդկայնությունը դու տեսնում ես այդ ռոբոտների մեջ ու այդ աշխարհի շատ հետաքրքիր պատմություն է։ Կիբերպանկը ինձ թվում է ավելի շատ հիմա արտացոլված այնց անիմացիայում, անիմեում ու մեկ էլ չգիտեմ Love Death and Robots-ի ինչ որ տարբեր էպիզոդներում Black Mirror-ում, այսինքն ինքը հələ որ մինչև մենք հասնենք այն պահին, երբ որ կիբերպանկը կդառնա առօրյա իրականություն ու այդ ֆիլմը նայելուց չես բանանի որ հələ AGI-ին չենք հասել, հələ որ AI-ի այդ level-ը չենք հասել, AGI այնց որ լինի, այո, այդ վաղ արդեն երևի։ Դե հիմա էլ ասենք եթե նայեր ինչ որ ֆիլմ, որում կարաս կոմպով, չգիտեմ, վիդեո գեներացնես, այդ ժամանակ ֆանտաստիկա կհամարվեր, հիմա բացարձակ ֆանտաստիկ միանշանակ։ Ինձ թվում է այս թեման մենք կարանք շարունակենք հետո, որովհետեւ ինքը շատ մեծ թեմա է, մենք խաղերի հələ շատ Deus Ex-ի մասին չխոսացինք։ Deus Ex Այսինքն ինձ թվում է մենք մի հատ հանդիպենք կիբերպանկ խաղերի մասին մի հատ առանձին խոսենք։ Մեծ հաճույքով։ Շատ ապրես, որ եկա, շատ հետաքրքիր էր։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։